Եվրամիությունը նախատեսում է ԱԹՍ-ների պատ կառուցել կազմակերպության անդամ պետությունների երկինքն ավելի արդյունավետ պաշտպանելու համար։ Այն ենթադրում է պաշտպանության բազմաշերտ համակարգ հայտնաբերման ու խոցման ցանցերով։ Այն առաջին հերթին արևելյան Եվրոպայի երկրների անվտանգության համար է, սակայն պատի կառուցման ծախսերը պետք է հոգան Եվրամիության բոլոր անդամ պետությունները։ Սա ոչ բոլորի սրտով է։ Իտալիայի եւ Հունաստանի վարչապետերն ասել են, որ եվրոպական պաշտպանական ծրագրերը պետք է օգտակար լինեն միության բոլոր երկրների համար։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուվիչը հայտարարել է, որ իր երկիրը չի միանա ԱԹՍ-ների պատի կառուցմանը։ Բոլորը պատրաստվում են պատերազմի, ոչ ոք չի ուզում լսել մյուսին, շեշտել է նա։ Գերմանիայի կանցլերը խիստ քննադատել է նախաձեռնությունը, ինչը դիվանագիտական աղբյուրները բնութագրել են որպես շատ կոշտ արձագանք։ Վերջին շաբաթներին եվրոպական երկրներում ավելի ու ավելի հաճախ են ահազանգեր հնչում անօդաչուների հայտնաբերման մասին։ Մյունխենի օդակայանը գիշերը մի քանի ժամ կաթվածահար է եղել, 17 չվերթ է չեղարկվել, 15 օդանավ չի կարողացել վայրէջք կատարել։ Մոտ 3000 ուղևոր ժամեր շարունակ արգելափակված է մնացել օդակայանում։ Թե ինչ տեսակի եւ քանակի ԱԹՍ-ներ են եղել, պարզ չէ։ Օդակայանը վերսկսել է աշխատանքները վաղ առավոտից։